Կարող ենք ես խոսեմ, հետո եթե հարցեր լինեն պատասխանենք։ Ինչպես բոլորդ արդեն տեղեկացել եք, այս պահին Գյումրիում ընթանում են ռեպրեսիաներ, ինչպես բնորոշ է Փաշինյանին ու ԿՊ-ին, իրավապահ մարմինները ներխուժել են պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Գյումրիի քաղաքապետի թեկնածու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն, ինչպես նաև գրասենյակներից առնվազն մեկը այս պահին, նույն գործընթացը ընթանում է նաև մի շարք այլ թեկնածուների գրասենյակների պարագայում, մի փոքր մանրամասներ բացահայտեմ, խոսքը վերաբերվում է ըստ մեր տեղեկությունների Շիբինի գործին, այսպես ասած, առկա է տեղեկատվություն, որ պատրաստվում է ձերբակալություն Մարտուն Գրիգորյանի հոր և որդու նկատմամբ, իսկ հիմա, եթե առօրյա լեզվով ասեմ, ժողովուրդ ջան, այն բառացիորեն նույնը, ինչ արել է ԿՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, այսինքն շիբինապատել 1-2 փողոց, նույն բանի համար այս պահին ուզում են ձերբակալել Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը, լրիվ նույն բանի համար։ Ուզում եմ ֆիքսենք, որ դեմոկրատիային երգում, ինչ են երգում, չգիտեմ, այս պահին պատիվ ունեմ խմբակցության 2 падգամավորների նկատմամբ, բառացիորեն այս պահին իրականացվում է ռեպրեսիա։ Դահլիճում Տարոն Մարգարյանի անձեռմխելիության հետևից են եկել, Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն փորձում են ձերբակալել, բառացիորեն այս պահին։ Նաև մինչև ձեր հարցերին անցնելը, ես կուզենայի դիմել Սարիկ Մինասյանին, ինքը այդ քաղաքում է շարունակելու ապրել։ Ընտրություններից հետո ինքը շարունակելու է ապրել այդ քաղաքում։ Գյումրեցիները միշտ հայտնի են եղել իրենց պատվախնդրությամբ, պատվի զգացումով, լուրջ ես ասում, այսինքն Երևանից մարդ բերելով ու քո համաքաղաքացիներին բռնել տալով փորձում ես դառնալ համայնքի ղեկավար, չգիտեմ հետո ինքը ոնց է Գյումրի քաղաքում քայլելու, ու վստահ եմ, որ այս գործողությունների պատասխանը առաջին հերթին հենց մարտի 30-ին Գյումրեցին տալու է։ Իսկ հիմա կարող եմ պատասխանել ձեր հարցերին։ Ո՞վ է սա պայմանավորված սոցհարցումներով իրենք ասում են, որ իրենք են առաջին տեղում, հետո Վարդան Ղուկասյան, հետո մյուս տեխնացուները, ինչու է պայմանավորված։ Գիտեք, շնորհակալ եմ։ Գիտեք, ասել կարելի է ամեն ինչ։ Բայց ակնհայտ է, որ Գյումրին բոլոր առումներով, ես այդ բառը չեմ սիրում, բայց մերժում է ԿՊ-ին։ Դա նկատելի է թե սոցիալական ցանցերում, թե փողոցներում։ Գյումրիում նույնիսկ քննարկվում է, որ անընդունելի է, որ որևէ մեկը ԿՊ-ին ձայն տա։ Իմիջիայլոց, ուշադրություն սիրելի գյումրեցիներ, դա Սարիկին ձայն չի, դա ԿՊ-ին ձայնն է։ Դա Նիկոլ Փաշինյանին ձայնն է, որովհետև Սարիկ Մինասյանը համաձայնվել է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը միացնի ռեպրեսիվ ապարատը։ Ինքը ուզում է համայնքի ղեկավար դառնալ ռեպրեսիվ ապարատի օգտագործմամբ։ Այնպես որ եթե նույնիսկ առաջ ինչ որ մեկի մոտ կասկածներ կարող էր լինել, ապա հիմա միանշանակ Սարիկ Մինասյան եւ Նիկոլ Փաշինյան անունները հոմանիշ են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդես է գալիս Սարիկ Մինասյանի դեմքով։ Իշխանությունները վախի մեջ, վախի մթնոլորտի մեջ են։ Բայց գյումրեցիներին դրա համար գնում են նմանք։ Դե գիտեք, այստեղ առաջին հերթին փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին, որը ծիծաղալու է։ Ուղղակի ծիծաղալու է։ Իրանք լավ ճանաչում են Մարտունին։ Դժվար ինքը սենց բաներից վախենա։ Սա առաջինը։ Երկրորդ, մեր գյումրեցի եղբայրներին եւ քույրերին։ Իրանք այդքան չկան, որպեսզի գյումրեցուն կամ որևէ քաղաքացուն Հայաստանի Հանրապետության վախեցնեն։ Ու ես վստահ եմ, որ մարտի 30-ին իրանք դրա պատասխանը կլսեն։ Բնականաբար մենք մեր բոլոր լծակներով եւ գործիքներով մեր ընկերոջ կողքին ենք, այս պահին դեռևս քննարկվում է հարցը, թե ինչ է տեղի ունենալու Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու հետ կապված, բնականաբար ողջ ընթացակարգի ընթացքում մենք լինելու ենք մեր
ընկերների կողքին։ որ վերջի Քարդաշեվ վերջին օրերին են այս գործողությունները իրականացել, իրենք գուցե ներքին հարցումներ են արել, արդեն հասկացել են իրավիճակը ինչպիսին է։ Ինձ թվում է իրանք իրավիճակը ինչպիսին է գիտեին ամենասկզբից։ Իրանց սցենարով երևի այսպես էր նախատեսված, այդ շոուները իրանք պետական կառավարում չեն իրականացնում, դիվանագիտությամբ չեն զբաղվում, սա որ նստած շոու ծրագիր են կազմում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Դա հայտարարություններ չեն, դա հիստերիա է։ Խնդրում եմ տարբերակել քաղաքական հայտարարությունը հիստերիայից։ Դրանք երկու տարբեր հասկացություններ են։ Երևի իրանց շոուով դե բան են, հավաքովի վերջին զանգի սցենարիստների հավաքածու է, վերջին զանգերը տարի չի լինելու, որոշել են sense բաներ բեմադրել։ Չգիտեմ ինչի հենց այսօր։ Գուցե բանավեճով ապայմանավորված, որի ժամանակ վստահաբար ԿՊ-ի տեխնացուն խայտարակ էր լինելու։ Չգիտեմ կոնկրետ դրդապատճառը, ուղղակի վախեցել են։ Դե դեղերի ուշացման կանխավարկածը միշտ կա։ Իսկ բացառում եք, որ իսկապես